Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն օգոստոսի 30-ին այցելել է հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասի զորային հրաձգարան և դիտել գրական պատրաստության պարապմունքները։ Այնուհետև Սերյան Օհանյանը մեկնել է մարտական դիրքեր, ծանոթացել տեղի կենցաղային պայմաններին, ինչից հետո ճեպազորից ունեցել լրագրողների հետ։ Ինչպես հայտնում է Ոսկանապատ ինֆոգայքի թղթակիցը, զորության ընթացքում նախարարը նշել է, որ պետք է ներկայացնել մեր հասարակության այն, ինչ կատարվում է զինված ուժերում։ Մեր պաշտպանական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկն է ասել է, թե մենք պետք է հասարակական իրազեկման հայեցակարգի պահանջների համաձայն ներկայացնենք մեր հանրությանը այն, ինչ այսօր կատարվում է զինված ուժերում։ Իհարկե, այս պահին մենք կխոսենք 2011 թվականի մեր կարևոր խնդիրների բանակում կարգապահության մակարդակը բարձրացնելու համար և այն նաև խթանելու համար հայտարարել ենք կարգապահության ամրապնդման կիսամերկ։ 2011 թվականի մեր պատրաստության հիմքում նորից ենք արձել առաջին վերջին ղեկավար օրգանների պատրաստությունը, հրամանատարական պատրաստությունը, որտեղ որ կատարելագործել ենք մեր հրամանատարների ունակությունները, թե առօրյայում զորամասերը ղեկավարելու և թե տարբեր մարտական գործողություններ պլանավորելու և իրականացնելու ուղղությամբ։ Վերջին շրջանում հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել հայկական զինված ուժերում տեղի ունեցած դժբախտ պատահարը։ Օգոստոսի 26-ին Եղնիկներ զորամասում ծեծի է ենթարկվել 18-ամյա Աղասի Աբրահամյանը, ինչի արդյունքում երիտասարդը զոհվել է։ Մեկնաբանելով այս ողբերգական միջադեպը ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն ասել է. Պատասխանատվության շրջանակներում մեր իրավապահ մարմինները ռազմական ոստիկանության, քննչական ծառայության, ընդհանուր առմամբ զինվորական դատախազության աշխատակիցները և նաև ամբողջ բանակի հրամանատարության ջանքերը ուղղվում են նրան, որպեսզի բացահայտեն կոնկրետ դրդապատճառները, բացահայտեն կոնկրետ ովքեր են այդ կատարողները, որոնք որ իրենց պատիժը պետք է ստանան։ Մարտական դիրքերում տեղի ունեցած ճեպազորության ընթացքում Ոսկանապատ ինֆոգայքի թղթակցի խնդրանքով Սերյան Օհանյանը խոսել է նաև սույն թվականի հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի և սեպտեմբերի 21-ին Երևանում կայանալիք հայոց զինված ուժերի զորահանդեսի մասին։ Այս տարի սեպտեմբերի 21-ին տեղի է ունենալու զորահանդես 20-րդ տարեդարձի առթիվ, այնտեղ մենք մեր հասարակությանը կներկայանանք 20 տարվա մեր պատրաստության շրջանակներում և ցույց կտանք, թե ինչպիսի պատրաստություն ունեն և մեր զինծառայողները, և մեր շարասյունները, և իհարկե ինչ տարազունությամբ և ռազմական տեխնիկայով ենք այս տարիների ընթացքում մենք ապահովել։ Կարծում եմ, որ հակադարձը Ադրբեջանի Հանրապետության զորահանդեսին կլինի այսպես պատշաճ կերպով, բայց միևնույն ժամանակ էլ պետք է ասեմ, որ զորահանդեսով չէ, որ որոշվում է յուրաքանչյուր զինված ուժերի մարտունակության աստիճան, այսինքն ոչ քանակական տվյալներն են որոշում զինված ուժերի մարտունակությունը, մանավանդ որ դա մենք ցույց ենք տվել նաև Արցախյան ազատամարտի ժամանակ, այսօր Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը արագ տեմպերով սպառազինվում են, մենք մեր սպառազինությունը այսօր արդիականացնում ենք, նաև բարձրացնում ենք մեր զինվորի պատրաստության աստիճանը, նրա որակական հատկանիշները, որովհետև յուրաքանչյուր
ոչ պատշաճ պատրաստված զինվորի ձեռքերում ցանկացած տեխնիկա դառնում է մետաղե ջարդում։ Մենք տեսել ենք այդ քանակական առավելությունները եւ մեր զինծառայողները արցախյան գոյապայքարի ընթացքում շատ զգուշ են վերաբերվել հակառակորդի զինալ տեխնիկային, սպառազինությանը եւ նրանց մեծ մասը հայտնվել է մեր ձեռքերում։